Ինչ հարցեր են տվել քննիչները երկրորդ անգամ հարցաքննության կանչված Տեր Մանուկին և Տեր Փարենին։ Քահանաները չեն կարող ասել, քննիչները զգուշացրել են, չի կարելի։ Վստահ եմ անպայման արդարությունը գործելու է և թեմը այն լուսավոր թեմը, որ փայլում էր իր հոգևոր սպասավորներով և առհասարակ հոգևոր ծառայությամբ, կրկին անգամ վերականգնվելու է։ Տեր Մանուկը պնդում է, հայ առաքելական եկեղեցու ոչ մի թեմում, ոչ մի հոգևորականի չեն հարկադրել մասնակցել ընդդիմության ցույցերին։ Նա անարդար, կեղծ է համարում Արագածոտնի թեմի առաջնորդին վերագրվող մեղադրանքը, թե նա քահանաներին ստիպել է ցույցի գնալ։ Երբևէ նման բան չեմ լսել նույնիսկ հոգևոր իմ եղբայրների, հոգևոր հայրերի, ովքեր որ կան։ Մենք իրար մեջ էլ չենք խոսել այս տեսակ բան, որ եկեք այսօր գնանք, ցույցին մասնակցենք կամ չմասնակցենք։ Հոգևորականներն իրենց կամքով են մասնակցել բոլոր ցույցերին, որպեսզի հնարավոր բախումները կանխեն, վստահեցնում են քահանաները։ Ես ինքս առիթ ունեցել եմ մասնակցելու և ուղիղ ոստիկանի և ժողովրդի միջև եմ կանգնել, որպեսզի բախում չլինի։ Եվ ձեզ ասեմ իմանաք, որ շատ դեպքերում մենք հոգևորականներս հենց հաջողվել ենք և շատ բախումներ կանխել ենք։ Մեր եկեղեցում որևէ բան ստիպողաբար չի լինում ու չի եղել։ Մենք ինչ որ արել ենք, մեր ազատ կամքով ենք արել։ Ես միշտ ասել եմ ու կասեմ, մեր եկեղեցում ամեն ինչ հիմնված է եղբայր և հայր-որդի հարաբերության վրա։ Արդեն 2 օր իրավական քաշքշուկի մեջ ընկած Տեր Փարենին պատմել են, որ Սաղմոսավանք պսակադրության գնացած մի նորահարս լացել է եկեղեցու առաջ, երբ իմացել է, որ վանքի քահանան բերման է ենթարկվել։ Ոչ երեկ, ոչ այսօր ես որևէ արարողակարգ չեմ իրականացրել, որովհետև այս գործի շրջանակներում պարտավորված ենք։ Հուդա չի անվանում նա իր հոգևոր եղբայր Տեր Արամին։ Միայն ասում է, որ հայ առաքելական եկեղեցում դիվահարներին փրկելու ծես կա։ Եկեղեցում կա ապաշխարության խորհուրդը, միշտ եղել է կա ու կլինի, մեղք գործելը ծանր է, մեղքից հետ կանգնելը ապաշխարել ավելի։ Ես չեմ անձնավորի, չեմ ասի, կապրենք կտեսնենք։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։